ցանկանում եմ որպեսզի հասկանանք միասին, թե ինչ է նշանակում անհատականության ծրագիր, որը իր մեջ կրում է ոչ թե միայն մեկ ծրագիր, այլ այն կարելի է խորը վերլուծության ենթարկել եւ արդյունքում ունենալ 6 ծրագրեր, որոնք անհրաժեշտ է անցնել մինչեւ 25 տարեկանը։ Շտապում եմ տեղեկացնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն 25 տարեկանից բարձր են, անհանգստանալու կարիք չունեն, որովհետեւ մինչև 25 տարեկանում խիստ ակտիվ է այս ծրագիրը, իսկ դրանից հետո մենք մշտապես մինչև կյանքի ավարտը պարտավորվում ենք անցնել մեր բոլոր ծրագրերը։ Եվ եթե մենք անցած չենք լինում մեր ծրագրերը, սա նշանակում է, որ կյանքի ցանկացած փուլում, ցանկացած տարիքում մեր անհատականության ծրագրերից յուրաքանչյուրը կարող է ակտիվանալ եւ պատճառ հետևանքային կապը մենք կտեսնենք մեր ներկայում։ Եվ այսպես եկեք վերլուծենք 2702-1986 թվականին ծնված անձնավորության, որը ես եմ, առաջին ծրագիրը, այսինքն 27-ը, այս դեպքում մենք թվերը միանիշ ենք դարձնում եւ այս դեպքում 27-ի դեպքում թիվը առաջին լինում է 9, եկեք կազմենք մեր անհատականության ծրագրի եռանկյունը եւ տեսնենք, թե այն ինչ է իրենից ներկայացնում։ Ուրեմն պատկերում ենք եռանկյունը, եռանկյան մեջ գագաթին գրում ենք առաջին թիվը, որը մենք այստեղ ունենք։ Ահա տեսեք մեր անհատականության ծրագիրը ինչքան բազմաբովանդակ է եւ քանի ծրագրեր ունի, եւ մենք այստեղ ձեզ հետ տեսնում ենք, որ ձևավորվում է նաեւ բացի հիմնական եռանկյունից երկրորդ եռանկյունը, սա առհասարակ թվային հոգեբանության մեջ ընդունված է անվանել շրջված եռանկյուն, որը հիմնականում ստվերային վիճակում է գտնվում եւ մեզանից յուրաքանչյուրը այս շրջված եռանկյունը ի սկզբանե անցած չի լինում։ Պետք է նշեմ, որ այս 6 ծրագրերից երկուսը մենք ժառանգում ենք մեր ծնողներից, մեկը հորից, իսկ մեկը մորից։ Սրանք այն ծրագրերն են, որոնք մեր ծնողները չեն անցել եւ պարտավորվում ենք մենք, երբ լույս աշխարհ են գալիս, այս ծրագրերը անցնել։ Ընդ որում այս ծրագրերը նրանք անցած չեն լինում մեր ծնվելու պահին։ Եվ այս ծրագրերը անցնել ինչպես կարելի է։ Նախ ցանկացած ծրագիր մենք ապրում ենք կամ դրական կամ բացասական առումով, իսկ մեր խնդիրն է, որպեսզի այս բոլոր ծրագրերը անցնենք եւ հասնենք ամենակարևոր գագաթին գտնվող թվի իրականացմանը, որը մեր անհատականության կարևորագույն ծրագիրն է, այստեղ թաքնված են մեր երազանքները, այստեղ թաքնված են մեր տաղանդները, մեր կարողությունները։ Եվ ինչ է անհրաժեշտ եւ ինչ պետք է հասկանանք այս ծրագրի մասին, քանի որ 9 դա խորը գիտելիքներ ունեցող անձնավորության մասին է, փիլիսոփայական կարծիք ունի այս կյանքի մասին, նրանց կարելի է ժամերով լսել եւ այս մարդիկ ուսուցիչներ են համարվում եւ կարող են իրենց գիտելիքները փոխանցել մարդկանց, բայց եւ միևնույն ժամանակ, եթե այս մարդկանց կատարած աշխատանքը չի գնահատվում եւ նրանց այս ամենի համար շնորհակալություն չեն հայտնում, ինները սիրում են մեկուսանալ, ինչը երևում է նաեւ այստեղ, սիրում են մեկուսանալ, փակվել աշխարհից, մարդկանց ոչ ասել եւ չկիսվել մարդկանց հետ իրենց գիտելիքներով։ Եվ այն մարդիկ, ովքեր ունեն 9 թվանշանը այս դեպքում, անհրաժեշտ է հիշել, որ երբ դուք մեկուսանում եք աշխարհից եւ չեք ցանկանում մարդկանց հետ կիսվել ձեր գիտելիքներով, փորձի փոխանակմամբ նշանակում է դուք այդ պահին ձեր ծրագիրը բացասաբար եք ապրում։ Ինչը անհրաժեշտ անել մեր այս հիմնական եռանկյան հետ։ Նախ եւ առաջ աշխատում ենք 7-ի, 9-ի եւ 2-ի վրա, ապա աշխատում ենք շրջված եռանկյան ուղղությամբ 7-ի, 2-ի եւ մյուս 9-ի ուղղությամբ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետք է այս մարդը пассивություն չդրսևորի կյանքում, չծուլանա, տեղաշարժմանը այո ասի, անընդհատ մի տեղից մյուս տեղը տեղափոխվի, նա ի վիճակի է զրոյից համակարգեր կառուցել, նա միևնույն ժամանակ կարող է ամեն ինչ կործանել։ Եթե այս մարդը կես ճանապարհին որոշում է, որ այն ամենը ինչ կառուցում է, այլևս իրեն պետք չէ եւ կարելի է այս ամենը փոշիացնել, ոչնչացնել, նշանակում է 7 ծրագիրը նա ապրում է բացասաբար։ Եթե մենք տեսնում ենք ունենք 2-9 ծրագրերը, եթե նա աշխատում է մի 9 ծրագրի վրա, նշանակում է ինքնստինքյան, եթե նա անցնում է 9-րդ ծրագիրը եւ կարողանում է դրականորեն ապրել, նա միաժամանակ լուծում է այս 2 ծրագրերի խնդիրը։ Եվ մենք տեսնում ենք համաժամանակյա, որ այս անձնավորությունը ունի 2 ծրագիրը, սա կապն է մոր հետ, մայրական տատի հետ եւ առհասարակ մայրական կողմով բոլոր կանանց հետ։ Եթե ցեղում
իր մայրական կողմի հետ կան խնդիրներ, այստեղ այս անձնավորությունը աշխատանք ունի կատարելու եւ անհրաժեշտ է, որպեսզի կապը վերականգնի մոր, տատիկի եւ մայրական գծով բոլոր այն մարդկանց հետ, եթե կապը խզված է կամ ինչ-ինչ պատճառներով տարաձայնություններ ունեն։ Սա հակիրճ ես ներկայացրեցի, թե ինչպես ես պետք է անցնեմ այս ծրագիրը, այն ավելի խորը վերլուծությամբ է ներկայացվում ձեզ, երբ դուք պատվիրում եք անհատական վերլուծություն, այսինքն գլխավոր ծրագիրը իր մյուս 5 ենթածրագրերի միջոցով, եւ նորից եմ կրկնում, մեր գերխնդիրն է յուրաքանչյուր ծրագրի դեպքում հասնել գագաթին կանգնած այս թվերի իրականացմանը, եւ սա էլ նշանակում է, որ մենք մեր կյանքի ծրագրերի վրա աշխատում ենք եւ փորձում ենք դրանք դրականացնել, որովհետեւ այս բոլոր ծրագրերը, երբ մենք անցնում ենք դրականորեն, մենք ի վերջո հասնում ենք մեր հոգու առաքելությանը, այն է այս թվանշանին, իմ դեպքում 5-ն է, եւ ես պետք է իմ բոլոր ծրագրերը ապրեմ դրականորեն եւ հասնեմ այն կետին, որ մարդկանց հետ կիսվեմ իմ գիտելիքներով, լինեմ նրանց համար առաջնորդ եւ ուսուցիչ, տամ այն ամենը, ինչ ես սովորում եմ, որի ուղղությամբ էլ այս պահին ես աշխատում եմ եւ նախ եւ առաջ աշխատում եմ իմ 9-րդ ծրագրի վրա եւ փորձում եմ մարդկանց հետ միշտ ծերտ հարաբերությունների մեջ լինել, նրանցից ետ չկանգնել եւ չմեկուսանալ աշխարհից ինչ էլ որ պատահի, սա նշանակում է ես արդեն աշխատում եմ իմ 9-րդ ծրագրի վրա եւ այն բոլոր տեսանյութերը, որոնք իմ մասնակցությամբ դուք տեսնում եք, այն դասընթացը, որ ես տալիս եմ հանրային խոսքի հետ կապված, ես արդեն իսկ աշխատել եմ իմ 9-րդ ծրագրի վրա եւ այն աստիճանաբար ես կարողանում եմ հաղթահարել։ Եվ եթե անցնենք մեր հաջորդ 2-ին, սա կտեսնեք, որ ծննդյան ամսվա մեջ էլ ես ունեմ, սա նշանակում է, որ ես տիրապետում եմ հանրային խոսքի ու ունեմ լավ ձայնային տվյալներ, կարող է եւ վոկալով զբաղվել եւ հանրային ելույթով հանդես գալ, բայց այս դեպքում ես ընտրել եմ հեռուստատեսության ոլորտը, երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող, աշխատել եմ որպես լուրերի հաղորդավար, բայց եւ վերջապես եկել եմ այն համոզման, որ պետք է կիսվեմ հանրության հետ այս ոլորտում ունեցած, հաղորդակցության ոլորտում ունեցած իմ գիտելիքներով։ Ինչպես տեսնում եք, ես արդեն իսկ իմ առաջին 2 ծրագրերի վրա, 9-ի եւ 2-ի ուղղությամբ արդեն տարել եմ դրական աշխատանք եւ արդեն աստիճանաբար անցնում եմ իմ 3-րդ ծրագրին, քանի որ 33-35 տարեկանում ակտիվացել է նաեւ իմ ծննդյան տարեթվի ծրագիրը եւ հաջորդ մեր հանդիպման ժամանակ ես արդեն խոսելու եմ շատ կարևորագույն 2-3 ծրագրերի մասին, որոնք են գումարի կամ մասնագիտության ծրագիրը, որը ծննդյան տարեթվի ժամանակ է ակտիվանում եւ ակտիվ է մինչեւ մեր կյանքի ավարտը, հարաբերությունների եւ առողջության ծրագրերի մասին։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության դաշտում, հավանեք այս հրապարակումը, կիսվեք ձեր ընկերների հետ, թող շատ մարդիկ իմանան, որ մենք կյանքում ունենք ծրագրեր, որոնք անհրաժեշտ է անցնել դրականորեն, որովհետև այս ամենը մեզ օգնում է, որպեսզի հասնենք մեր հոգու առաքելությանը, որովհետև այս ամենը օգնում է, որպեսզի մենք կյանքին նայենք այլ տեսանկյունից։ Այս ծրագրերը դրականորեն անցնելը նպաստում է, որպեսզի մենք կյանքում խնդիրներ հնարավորինս քիչ ունենանք, իսկ հանդիպելու դեպքում դրանք արհեստավարժորեն շրջանցենք։ Եթե դուք էլ ցանկանում եք ունենալ ձեր անձնական ծրագրերի վերլուծությունը, խնդրեմ նշված հեռախոսահամարին կարող եք զանգահարել կամ գրել անձնական նամակ եւ կներկայացնեմ սիրով պայմանները։